Այս վերջի շաբաթների ընթացքում որոշ տատումներ են եղել շուկայում, դենց որ ասենք գուցե այս վիդեոում անդրադառնանք, թե ինչա տեղի ունենում։ Նախ կարելի է ասել, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո տենց բավականին բարձր ոգևորություն էր տնտեսության վերաբերյալ, շուկաները տենց բարձրացան եւ ըստ դրա գուցե ոգևորությունը ինչ որ նվազել է այս վերջի ժամանակների ընթացքում, դա երևի ամենակ տենց առաջի բաներից մեկն էր։ Երկրորդը այն է, որ ոնց որ գիտենք բաժնետոմսերի վրա շատ է ազդում ապագայի կանխատեսումները, այսպես ասած, հա, եւ յուրաքանչյուր անորոշություն բավականին մեծ էֆեկտներ է տալիս։ Հիմա այն քաղաքականությունը, որ վարվում է, ինչ որ չափով մեծ փոփոխություններ են տեղի ունենում, թե տարիֆների վերաբերյալ, թե այլ երկրների հետ հարաբերությունների հետ կապված, եւ ըստ դրա այդ անորոշությունը բարձրացել է եւ դա շատ այտենց դրական չի ազդում, որտեղ էլի կանխատեսելիությունը շատ կարեւոր է այս մասով։ Երրորդ բանը, որ կարելի է նշել, այն է, որ տնտեսության ինչ որ թուլացում կա ԱՄՆ-ում մասնավորապես, եւ ըստ դրա որոշները նույնիսկ ասում են կարող է ռեցեսիա տեղի ունենա եւ այդ պարագայում իհարկե բաժնետոմսերի գները նվազում են, որտեղ կանխատեսվող էլի շահույթը կազմակերպությունների ավելի ցածր է, իսկ ինչի է տնտեսությունը դանդաղեցում, որտեղ շատ խոստումներ են տվել, որ ավելի էֆեկտիվ ձևով տնտեսությունը կղեկավարվի, ըստ դրա որոշ գործազրկություն կարող է բարձրանալ պետական հատվածում մասնավորապես, եւ դա ազդում է նաեւ տնտեսական հեռանկարների վրա, կարճաժամկետ ամենայն դեպս։ Շատ կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայի հետ որոշ տենց անհամաձայնություններ կան որոշ հարցերի շուրջ, այստեղ շատ է նկատվում, որ ավելի շատ կապիտալ է գնում դեպի Եվրոպա այս բանը, որտեղ Եվրոպան ավելի շատ ստիմուլուս է ներում անում տնտեսությունում, որոշ տենց ծախսեր են անում նաեւ արդյունաբերությունում շատ ավելի շատ պաշտպանողական կառույցներում եւ դա ազդում է բանի վրա, տնտեսական, այսինքն գործոնների վրա եւ Եվրոպայում օրինակ արժեթղթերը շատ են բարձրացել վերջերս որոշ ոլորտներում էլ ավելի շատ։ Արդյոք այդ տարաձայնությունները երկարաժամկետ կլինեն, կարելի է կանխատեսել, բայց երևի թե տասնյակ տարիների ընթացքում այդ առումով կլուծեն այդ հարցերը։ Շատ հավանական է, բայց բոլոր դեպքերում այս պահին եվրոպական արժեթղթերը, բաժնետոմսերը բավականին լավ տենց արդյունքներ են ցույց տալիս։ Եվս մի բան պետք է նշել, որ ոնց որ ասել ենք արժեթղթերի եւ բաժնետոմսերի մասնավորապես գները տենց միջինացված ամեն տարի աճում են, այսինքն տրենդը աճում է, բայց այդ տարիների ընթացքում մեծ տատանումներ կարող լինեն։ Հիմա 24 թիվը բավականին լավ տարի էր եւ բավականին բարձր եկամտաբերություն են ցուցաբերել բաժնետոմսերը տարբեր երկրներում ու գուցե ամեն տարի 30-20%-ով բաժնետոմսերը չեն կարող բարձրանալ եւ գուցե այս տարի մի քիչ ավելի ցածր լինի եկամտաբերությունը, բայց դա էլ կանխատեսում է, այսինքն ամենակարևորը ոնց որ նշել ենք այն է, որ քիչ-քիչ ամեն ամիս ներդրում անել dollar cost averaging-ի ասվածը, այսինքն մեկ-մեկ ավելի բարձր գնով են գնում, մեկ-մեկ ավելի ցածր եւ միջինացված ամենալավ արդյունքը տենց է ստացվում։ Կանխատեսել երբ առնել, երբ գնել, հիմա բարձրանում է, վաղը իջնում է, հարաբերությունները այստեղ կլավանան, կվատարանան, շատ դժվար ու անշնորհակալ գործ է, ամենահեշտը տրենդի վրա ներում անելը, տրենդով ամեն ինչը բարձրանում է։ Լավ, այդքանը հուսամ օգտակար էր, կապի մեջ կլինենք մյուս անգամ։